Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցանակակիրներին։ Նրանց ուղղված իր խոսքում պետության ղեկավարը բարձրաձայնել է մարտահրավերների դերի մասին, կյանքը համարելով մարդու ամենամեծ մարտահրավերը։ Ըստ նրա, կարևոր է ճանաչել ու կառավարել մարտահրավերները։ Եվ իմացությունը, եւ չիմացությունը իրանք փոխանցովի են։ Նման մրցանակաբաշխությունները, տեսեք, մենք պետական մակարդակով ենք իրականացնում, իհարկե հարային հատվածի մեր գործընկերների նախաձեռնությամբ, բայց նաև պետությունը, կառավարությունը միացել է եւ այստեղ այս խորհրդանիշը կա, որովհետեւ մենք ինչու ենք անընդհատ խոսում կրթության ոլորտում առաջնահերթությունների մասին։ Ինչու ենք ասում, որ կրթությունը ռազմավարություն է մեզ համար, որովհետեւ կրթությունը միակ ճանապարհն է չիմացության մեր մակարդակը նվազեցնելու եւ իմացության մեր մակարդակը ավելացնելու։ Կրթությունը միակ ճանապարհն է մարտահրավերը, այսինքն կյանքը մեզ համար ավելի կառավարելի դարձնելու համար։ Ինչի համար են կրթության ոլորտում անընդհատ արվող ներդրումները, հարց է բարձրացնում Փաշինյանը եւ պատասխանում, ոչ միայն չիմացության մակարդակը նվազեցնելու, այլև չիմացության ավելի պակաս մակարդակ հաջորդ սերնդին, հաջորդ կառավարությանը եւ հետագա մարտահրավերները կառավարողներին փոխանցելու համար։ Մենք ուզում ենք, որ կյանքը ավելի կառավարելի դառնա մեր հանրության, մեր պետության համար եւ այսօրվա խորհրդանիշը, որ մենք հավաքվել ենք խրախուսելու աշակերտներին, խրախուսելու բակալավրիատում սովորող ուսանողներին, մագիստրատուրայում սովորող ուսանողներին, մենք իրենց մեջ տեսնում ենք մեր չիմացության մակարդակի նվազումը եւ մեր իմացության մակարդակի ավելացման պոտենցիալը։ Վարչապետը կարծում է, որ շնորհակալության են արժանի մրցանակակիրները, որոնք ջանք են գործադրել իրենց, հետևաբար բոլորիս որպես հանրություն եւ որպես պետություն իմացության մակարդակը բարձրացնելու համար։ Մեր երկրում եւ շատ երկրներում ընդունված ասել, որ մարդը բարձրագույն արժեք է։ Եվ սա անառարկելի ճշմարտություն է։ Բայց մեր միջին վիճակագրական ընկալումը այս խոսույթի ինչն է, որ մարդը բարձրագույն արժեք է, հետևաբար պետությունը, կառավարությունը պետք է առավելագույնը անեն մարդու կարիքները հոգալու եւ մարդու կարիքները բավարարելու համար։ Այստեղ ոչ մի առարկություն չկա, բայց ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Եթե մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդը բարձրագույն արժեք է, մարդը բարձրագույն արժեք պետք է լինի հենց առաջին հերթին իր համար։ Եթե մենք ակնկալում ենք, որ կառավարությունը, ինստիտուտները, հասարակական կազմակերպությունները առավելագույնն անեն մարդու համար, տրամաբանական է, որ մարդը ինքը իրենից առաջին հերթին ակնկալի, որ ինքը առավելագույնը անի ինքը իր համար։ Հենց կրթություն ստանալն է այդ առավելագույնը, վստահ է երկրի ղեկավարը։ Մարդուն կրթվելու հարցում քաջալերել կարող է նաև կառավարությունը, ինչպես արել են օրվա միջոցառման կազմակերպիչները։ Սովորողներին մեծարելն ու մրցանակով պարգևատրելը, նրանց անհատական ջանքը գնահատելը կարևորագույն անելիք է համարում վարչապետը։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։